Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, այսօր իմ հյուրն է Սարգսակ Արտուրը եւ քանի որ մենք մոտենում ենք տարվա վերջ, արդեն տարին փակելու ժամանակն է, եկեք ամփոփենք թե ինչ կատարվեց մեր երկրում, ինչ կատարվեց հոգեվոր դաշտում եւ միանգամից ասեմ առաջի հարցին, հա Արտուր ջան, նախ շնորհակալություն որ ընդունեցիր իմ հրավերը, ինչ հետևանքով եւ ինչ պատճառով սկսվեց այսպես կոչված կտրիչականներ եւ իշխանականներ այս հակամարտությունը։ Բարև ձեզ Լենդրուշ ջան, շատ շնորհակալություն հրավերի համար։ Ողջունում եմ ձեր լսարանին։ Գիտեք ոնց, նայեք, ուրեմն եթե մի հատ ժամանակագրական ձևով կանք, ասենք ինչ տեղի ունեցավ։ Նախ հիշենք, որ այս շարժումը, որտեղ շատ մարդիկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ալլաշուքյուր Փաշազադեի հրամանով հարձակվեց եկեղեցու վրա։ Մի տեսակ տարօրինակ է մենակ այն լոգիկայի մեջ, եթե նայենք, ասենք Ալլաշուքյուր Փաշազադեն պետք է Facebook-ով, հա, գրեր Նիկոլին ու Նիկոլը Facebook-ով հարձակվեր։ Ուրիշ տարբերակ չկար, ասենք։ Չերես ինչ որ մեկի միջոցով բան։ Դա իմ համար, անկեղծ ասած, շատ ծիծաղելի է։ Կար Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժում 2018 թվին։ 2018 թվին այդ շարժումը սկսվեց, բայց Նիկոլ Փաշինյանը մի հատ պահ եկավ, ինչ որ ձևով այդ շարժումը մարեց, մի հատ պահ եկավ, որ Նիկոլ Փաշինյանը ըստ երևույթի, եթե ինքն էլ երևի միանար այդ մարդկանց, ովքեր որ սկսել էին այդ շարժումը, երևի իր արդյունքը ամեն ինչ կունենար, բայց հաշվի առնելով, որ մեր կաթողիկոսն է, վատ, լավ, ինչ որ արելա, ոնց որ ղեկավարությունը, պետությունը չուզեցավ, էլի դուրս գա տենց իրա դեմ, տենց սառ էր շարժումը, բայց այն ժամանակ ոչ սրբազան շարժում կար, ոչ հեղաշրջման կոչեր կար, ոչ 10 եպիսկոպոսներին մարդատեղ չդնելու բաներ կար, այդ դրանք որ հիշենք, ես ուզում եմ մեր ժողովուրդը ճիշտ հասկանա, որ ինչ եղավ։ Նախ առաջինը, Նիկոլ Փաշինյանը, որ եկավ Լենդրուշ ջան, հավաքեց նախ, ես մի բան ասեմ, որ մեր ժողովուրդը հասկանա, այդ որ ասում Նիկոլ Փաշինյան, սաղ ասում են էսի Նիկոլական է, Նիկոլական Սարկավագա, եսի ինչ, ժողովուրդ ջան, հարգելի հետևորդներ, նայեք, Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պետության առաջի պրեզիդենտն է, Ռոբերտ Քոչարյանը երկրորդ պրեզիդենտն է, Սերժ Սարգսյանը երրորդ, Նիկոլ Փաշինյանն էլ չորրորդ։ Ես ոչ ոքի ոչ նպատակ ունեմ վիրավորելու, ոչ էլ ինչ որ միական եմ, նիկոլական կամ սերժական։ Ես մտնում եմ քաղաքական խոսակցությունների մեջ այն վաղ, երբ որ դա վերաբերվում է հոգևոր դաշտին, երբ որ չի վերաբերվում, չեմ մտնում։ Հիմա ես ձեզ սովորական ասում եմ, այդ նիկոլական, չնիկոլական տես բաներ չկա։ Կա ճիշտը, արդարությունը, որը ես եւ Լենդրուշը մեր այս եթերով ասում ենք։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, եկավ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական անձնագրերը բոլոր հոգևորականներից հավաքեց։ Նախկին իշխանությունների ժամանակ, տեսակ չեմ ասում, ես Սերժի, Քոչի, տես բառը չեմ ասում, նորմալ ձևով ասում եմ, նախկին իշխանությունները ում ասես դիվանագիտական անձնագիր էին տվել, բայց դիվանագիտական անձնագիրը դիվանագետների համար է, ոչ թե հոգևորականների։ Նիկոլ Փաշինյանը եկավ շատ մարդկանց ձեռից վերցրեց այս անձնագիրը։ Ուզում ես ախպեր գնաց Երուսաղեմ կամ եսիմուր, վիզա հանի գնա։ Այդ շատ մարդկանց դուրս չեկավ Լենդրուշ ջան։ Դրանից հետո, եթե հիշենք ժամանակագրությամբ, Ռոբերտ Քոչարյանը ցույցի ժամանակ թե որտեղ ասեց մեր ազգի փրկությունը մի հոգևորականի շարժում պետք է։ Մամուլի ասուլիսի ժամանակ։ Հա, դրանից Լենդրուշ ջան մի քանի ամիս անց Բագրատ Սրբազանը դուրս եկավ փրկել Հայաստանին։ Բան չունեմ ասելու, եթե Գալստանյանը այտենց ուզում էր փրկել Հայաստանին, ինչպես նաև Միքայել Աջապահյանը, ինչպես նաև կաթողիկոսը, որը ուզում էր փրկել Հայաստանը 10 եպիսկոպոսներին, ասես ձեր
գրությունների իմ համար առ ոչինչ է, այդ ուրիշ բան, բայց հետագայում պարզվեց, որ Բագրատը ավտոներ էր տրաքացնում, ինչ-որ բաների տակ յուղ էր լցնում, ես իմ էլեկտրական լարերն էր կտրում, այդ զապիսներն էլ հոգա, հիմա ասենք պատկերացրեք Փշերի մասին է խոսքը, որ ուզում էին ծակեին, այսպես ասած, բաները, անիվները։ Ձայնագրությունները կա, չէ, ու իրա ձենն է, ինքը կյանքում չի ասել, այդ իմ ձենը չի։ Նույնը Միքայել Աջապայանը, որ ասեց, հա, ես հեղաշրջման կոչ եմ արել, պարզ, բաց տեքստով մարդը ասեց։ Կամ, նայեք, այս երկու շարժումներից հետո արդեն իմիջիալոց մի շատ կարևոր բան կա, Բագրատ Գաստանյանի շարժման ժամանակ 24 եպիսկոպոսներից 20-ը դեմ են եղել, որ Բագրատը դուրս գա այս շարժման։ 24-ից 20-ը, այսինքն գեր մեծամասնությունը։ 24-ից 20-ը ժողով ա եղել, 24-ից 20-ը դեմ են եղել։ Հիմա Լենդրուս ջան, որ ասենք Գևորգ Սրբազանին են լսում այս 10 եպիսկոպոսներից, կամ որ ասում են տիրադավ է։ Դուք մի բառը, որ ասում եք, մտածում եք ինչ է նշանակում։ Տիրադավ։ Տիրոջը դավել, բայց կաթողիկոսի իրանց տերն է։ Տերը մեր տերն է, Աստված է, տիրադավը ինչ կապ ունի։ Ու մեկը մի հատ բառ ասում, լրիվ այդ հալած յուղի պես ընդունում են։ Հիմա ինչքան ընդդիմադիր կողմ կա, ոչ միայն տիրադավեր են ասում, այլև այն օրը մի հատ հաղորդում եմ լսում։ Հին իշխանական լրատվամիջոցներից մեկը 168 ժամից ասում է Նավասարդ Կճոյանի Բենթլին մենք ենք ասում առաջինը տեղեկացրել, որ ինքը Բենթլին։ Լենդրուս ջան, իմիջիալոց այս Բենթլին, որ անդրադարձանք, մի հատ կարճ կտրվենք այս Բենթլիի պահով ասենք, թե որ առաջի բառը դուսագալի Բենթլի, ես էլի եմ ասում, ես ոչ ոքի չեմ պաշտպանում։ Կճոյանը իր Բենթլիի համար պատասխան կտա։ Ամեն մարդ իր արածի համար դի պատասխան կա։ Բայց այդ ավտոն եղել է 10 տարեկան ավտո։ Նույնիսկ թազա BMW-ից կամ մի հատ Mercedes-ից կարող է էժանել, եղած։ Ուղղակի որ անունը Բենթլի է եղել։ Այս մեր ժողովրդի մեջ տարածվել է Bentley բառը լսում են թազա ավտո $200,000, բայց ինքը շատ էժան, շատ քշած մեքենա է եղել։ Ես գիտեմ էլի որ ասում եմ, ես անձամբ տեղեկություն ունեմ։ Կյանքում ես մասին ոչ ոք չի պատասխանատվություն կրի, դա իմ կարծիքն է, էլի ասեմ որ անկասկած պետք է պատասխանատվություն։ Հանուն արդարություն հազար ներողություն, Արթուր ջան, հանուն արդարության ես ուզում եմ հիշեցնեմ, քանի որ ես իմ վիդեոներից մեկում դրել եմ, որ կտրիչը ինքը ասել է, որ այդ Bentley-ն ծախվել է եւ տվել է աղքատներին։ Սա իմ խոսքերը չեն, սա կտրիչի խոսքերն են, վիդեոն կա, բանը կա։ Հա, էդի կարանք, որ պետք լինի, ճիշտ է, լրիվ համաձայն եմ։ Բայց չնայած դրա, սա իմ կարծիքն է, նա պետք է պատասխանատվություն կրի։ Խնդրեմ Արթուր։ Մի հատ հարց Լենդրուս ջան, եթե այդ Bentley անունը ավտոյանը Bentley չլներ, այլ Skoda լիներ, ասենք։ Որ մեկը կիմանար այդ մասին։ Չէ։ Հիմա Նավասարդը եսի նկատի ունեմ։ Արքեպիսկոպոսը ինքը անօրինական գույք ունի, օրինական գույք ունի, Bentley ունի, Skoda ունի, դրա համար պետք է պատասխան տա։ Ու ցանկացած մարդ պետք է իր արածի համար պատասխան տա։ Ուղղակի իմ ասածն է, որ շրջանառության մեջ այդ ավտոն Bentley-ն որ ընկել է, այդ մարկի շնորհիվ է ընկել։ Օրինակ ասում եմ, եթե այդ ավտոն Skoda-ն էր, ոչ ոք դրա մասին չէր իմանա։ Բայց հիմա քանի որ ոչ միայն այդ ամեն ինչը շահարկվում է, այլ նաև մարդիկ ընդդիմադիր, ասում են մենք ենք առաջինը բարձրաձայնել, որ ինքը Bentley ուներ։ Մի խոսքով Լենդրուս ջան, գանք մեր թեմային։ Այս ամեն ինչից հետո կառավարությունը ասենք Միքայելի արած կոչերը, Բագրատի արած կոչերը, բայց ամենակարևորը որ եպիսկոպոսները դեմ են եղել, որ սեն շարժում սկսվի, որ հոգևորականը մտնի քաղաքականության մեջ։ Կաթողիկոսը առ ոչինչ է համարել, բայց հետո էլ զարգացումներ կան, հələ պատկերացրեք։ Դուրս է գալիս արշակի զարգացումները։ Ես քննադատում եմ այն մարդկանց, ովքեր որ այդ տեսանյութը գցել են։ Շատերն ասում են արհեստական բանականությամբ սարկած իրանց է, չի դրան պատասխանեցին իրավապահները։ Լավ, ասին այդ արհեստական բանականությամբ է։
Բայց այդ մարդիկ ո՞նց են հայտնվել այդ մարդու քերու տունը։ Դու տունը դե Իրանն է։ Որ տունն էլ արհեստական բանականությամբ չի սարկա։ Այսինքն այդ ամեն ինչը պարզվեց, դրանից հետո կտրիչը կարար պահպանել իր տեղը։ Այ հիմա որ այս ծանր վիճակում ինքը պահպանում, ինքը կարար պահպանել իր տեղը, իրան խնդրեցին արշակին կարգալույցան, չարեց։ Այսինքն Տեր Տարոնը, Տեր Արամը, քահանաները, որ կարող է մի հատ եկեղեցու հետ առնչվող բան բարձրացնել, հարց։ Իրանք կարգալույց են անում։ Բայց արշակը, որը կասկածվում է այս բաների մեջ, կարգալույց չարեց։ Եպիսկոպոսների նամակը առ ոչինչ, կարգալույց չեղավ ոչ ոք։ Հələ ընդհակառակը հիմա ով խոսում է կարգալույց է։ Դե եպիսկոպոսներին պարզ է կարգալույց չի լինի անել, որովհետև մեկը երկուսը չեն, 10-ն թեմի առաջնորդ է։ Ու Լենդրու ջան վերջացնելով ասեմ, որ արդեն եպիսկոպոսները բաց գրությամբ հանդես եկան, որ պահանջեցին կաթողիկոսի հրաժարականը, ճիշտ է, ասում են մենք էլ ենք ինչ-որ մի առիթով խոսացել, թե մի հատ նամակի համար ինչ իմաստ ուներ այդքան մարդ հավաքել։ Ես էլ եմ համաձայն, բայց սա արդեն լուրջ ահազանգ է դրա։ Ու էսի ոչ թե հիմա կարող ասեք այս եպիսկոպոսներին էլ Ալաշուքյուրտ Փաշազադեն կառավարել։ Դե դու էլ ես մասնակցել այդ նամակ տալու։ Այո, ես էլ եմ մասնակցել, մենք ես խոսեցի մինչև այդ բոլորին տեսա, խոսացի եպիսկոպոսների հետ, ասին մենք ուզում ենք այս գրությունը ներկայացնենք, ու այս գրությամբ արդեն պարզ ինչի ենք մենք ժողովրդին կանչել։ Մենք ժողովրդին կանչել ենք, Լենդրուս ջան, որ մենք ցույց տանք, որ մարդիկ շատ մարդիկ են պահանջում կտրիչի հրաժարականը։ Հիմա ես մի հատ օրինակ բերեմ, Լենդրուս ջան։ Պատկերացրեք իշխանական ժողովուրդը, ամբողջ իշխանական մասան, այսպես ասած, չգա մայրաթոր։ Ու նաև ընդդիմադիր, չէ, այնտեղ ովքեր էին հավաքված կտրիչին պաշտպանելու։ Դե հավաքված են երկիրը թալանած ուժերը, որոնք որ կանչել էին իրանց։ Այնտեղ հավաքված են օրինակ մի քանի մարդիկ, որոնք պարզ ստոկհոլմյան սինդրոմով են։ Այ Այդ Շվեդիայի այդ դեպքը, որ տերորիստը եկել է ուզեցել է մարդուն սպանի, եկել են այդ մարդուն փրկելու, այդ մարդն ասել է դեռ չտաս այս տերորիստին, ոչինչ տերորիստը։ Ես իմ աչքով տեսա Լևոն Քոչարյանը հարցազրույց է տալի։ Ես էլի եմ ասում, եթե Լևոն Քոչարյանը քաղաքականությունից խոսար, ես բան չէի ասում, բայց Լևոն Քոչարյանը կաթողիկոսի մասին ելույթ է ունենում, ուտեղ կանգնած են մարդիկ, որոնք որ Լևոն Քոչարյանի հոր ժամանակահատվածում կառավարությունը $250 միլիոն փող է նվիրել Արցախին, այս մեր տեղահանված ժողովրդին։ $250 միլիոն էլ Քոչարյանից է դատարանը պահանջում։ Մի հատ Քոչարյանից 250։ Արտուր ջան, ստե ամենակարևոր բանը գիտես որն է, որ սա այն ուժն է, եթե կարելի է ուժ անվանել, որը որ թալանել է մեր երկիրը, կեղեքել է մեր երկիրը եւ այն մարդիկ, ովքեր որ կանգնում են իրանց կողքը, հա, դու սա գալինես, որ իրանք կանգնում են այն մարդկանց կողքը, ովքեր որ թալանել են իրենց երեխու հացը, հա, իրանց երեխու փողը վերցրել են, իրանք հարստացել են։ Սրան էլ գումարած, որ այս մարդկան ժամանակահատվածում առելի մեծ թվով մարդիկ են հեռացել Հայաստանից, այդ իրանց բեսպրիզել պավասկով, հա, վատ կառավարելով Հայաստանը, այսինքն Հայաստանը իրանք ցեղասպանել են, սպիտակ ցեղասպանություն են արել Հայաստանի ժողովրդին եւ թուլացրել են Հայաստանը։ Այսինքն այն մարդը, ով գիտա սրանց կողքը կանգնի, կամ ինչ որ մտավոր խնդիրներ ունի, հա, այսինքն չի ընկալում նորմալ թե ում կողքն է կանգնում, հա, կամ էլ շահ ունի։ Այս երկու տարբերակն է, ուրիշ բացատրություն չունեմ։ Ես այսինքն ո՞ս կարաս էթա սկսենք Քոչարյանների կամ այս Հայաստանի մեջի դաշնակների, որտեղ մի քիչ տարբեր են, էլի Հայաստանի եւ Հայաստանի մեջի դաշնակների եւ այդ նմանատիպ ուժերի կողքը կանգնես, ասես ես եկել եմ եկեղեցի պաշտպանեմ,
ինչ եկեղեցու մասին է խոսքը, թե խոսքը Ղտրիչի մասին է, որ հենց ինքն էլ կեղեքել է եկեղեցի, այսինքն լուրջ խնդիրներ կա, մտավոր խնդիրներ կա, ընկալելու խնդիրներ կա այս մարդկանց մոտ, հա, կամ էլ ամեն ինչ նորմալ է ընկալելու հետ, բայց շահ Այ ասած է դեր Լենդրուս ջան, ասենք օրինակի համար իշխանական ոչ ոք չի գալիս, ես մի հատ օրինակ եմ բերել։ Ոչ ոք, ոչ Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը, ոչ Նարեկ Կարապետյանի, ոչ Լևոն Քոչարյանի, ոչ Իշխան Սաղաթելյանի, ոչ ոք։ Դատարկ է մայրաթորը։ Պետք է գալ կաթողիկոսին պաշտպանել, քանի հոգի կգա։ 30 հոգուց ավել չի գա իմ կարծիքով։ Այդ 30 հոգին էլ կլինեն իրանց ոսկեհաց գյուղի ժողովուրդը։ Դե հիմա մի հատ հետ գնանք, որ եթե ասենք ասենց հարց առաջանար Վազգեն կաթողիկոսի կամ Գարեգին առաջին պարագայում, ինչ արձագանք կլներ, անշուշտ համարժեք չէր։ Իմ կարծիքով Նիկոլը մեկ շաբաթ չէր դիմանա։ Հա, բացի այդ էլ ասում եմ, ինքը ընդհանրապես աջակիցներ չունի, եթե ասում են Նիկոլ Փաշինյանի ժողովուրդն, հա, իրան ասենք բանանում, նեղում, այսպես ասած, այն մյուս ժողովուրդն էլ պաշտպանում են։ Դե հիմա եթե այդ բոլորը չլինեն, ոչ ոք չի գա։ Ես վստահ եմ, որովհետև այնտեղ կային մարդիկ, որոնք որ ներկայացնում էին կաթողիկոս կոչվածի գյուղը։ Հետո Լենդրուս ջան, ոնց որ ինչի համար այս եպիսկոպոսներին ոնց որ համբերության բաժակը լցվեց։ Ես գիտեմ, որ իրանց համբերության բաժակը լցվել է եղբայր։ Ես իրանց ամեն մեկի հետ առանձին խոսացել եմ, շատերի հետ շատ երկար տարիներ շատերին ճանաչում եմ։ Ավելի հեշտ էր ասել, ես այնտեղ ում չեմ ճանաչում, ծանոթացել եմ Գևորգ Սրբազանի հետ, Սարոյան։ Շատ կարգին հոգևորական։ Իսկ այն մնացածին ես ճանաչել եմ տարիներ։ Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որ իրանց ասածը բանի տեղ չի դրել Կտրիչը։ Նախ առաջինը Բագրատի պահը, որ դեմ են եղել, բայց էլի ուշադրություն չի դարձել, դուրս է եկել Բագրատը։ Երկրորդը իրանք առաջարկել են Արշակ Գևորգ Սրբազանը ասում է մենք իրան ասցինք ոչ թե կարգալույց արա, թող մի պահ, մի որոշ ժամանակ Արշակը դուրս մնա եկեղեցուց, մայրաթորից, այսպես ասած սառեցվի իր կարգավիճակը, մինչև այս ամեն ինչը պարզվի, դրան էլ չհամաձայն Լենդրուս ջան։ Եվ ամփոփելով քո հարցը, սրան են գալիս, որ այս ամեն ինչը սկսվեց ոչ թե Նիկոլ Փաշինյանի գրոհից կամ Ալլաշուքյուր Փաժազադեի Facebook-ով Լենդրուս ջան, մի հատ լոգիկան էլի, Ալլաշուքյուրը Facebook-ով գրեց, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ու անմիջապես մյուս օրն ասեց մեր եկեղեցիները չուլանացված են, այդ մարդը ասում է ուղղակի Նիկոլը մի քիչ անմիջական է, ասենք օրինակ մի հատ sense հարցի էլ շեղվենք Լենդրուս ջան, շատ հետաքրքիր է, երեք լսում եմ երկու հոգի իրար հետ խոսում են, անունները չեն տա, հոգևորական թե չէ, քաղաքական մարդիկ են խոսում։ Ասма Նիկոլ Փաշինյանն ասեց այդ խանութը փակեք։ Դե ու այն մեկը դրանցից ասма ես ասма կատվածահար եղա, որ դա լսեցի։ Դա անօրինական է։ Այտենց տպավորություն է, որ ինքը մինչև 2018 թիվը նենց օրինական պետության մեջ է ապրել։ Այդ մարդը Շվեյցարիայի, Իսլանդիայի պես պետության մեջ է ապրել։ Ու կատվածահար է եղել այդ որ լսել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է այդ խանութը փակեք։ Դա անօրինական է։ Ինչ որ արել են մյուս նախագահները մեր մոտ, ամեն ինչ օրինական է։ Իրանք ուղղակի չեն ես կարող եմ մեկնաբանել դա։ Ուրեմն այն ինչը որ եղել է անցյալում, հա, դրա համար եղել է հեղափոխություն, հա, ժողովուրդը ոտքի է կանգնել, որ այդպիսի բաներ չկրկնվեն էլ մեր երկրում։ Այն ինչը որ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ փակեք այս խանութը, հա, քանի որ եթե դու թղթադրամով ես ուզում գնել մի գինա, եթե ուզում ես փոխանցման կամ չգիտեմ այդ քարտերով գնես ուրիշ գինա, դա խանութի կողմից օրենքի խախտում է, բայց դա իրավունք չի տալի Նիկոլ Փաշինյանին ասել փակել։ Պետք է
այն որ ասում է լավին լավ, վատին վատ, դա իրավունք չի տալի երկրի ղեկավարին ասել փագել։ Դրա համար կա տեսուչներ պետք է այդան տուգանեն եւ այսքանով վերջանա զգուշացումը տան, ինքը պետք է Լրիվ տուգանի, համաձայն եմ։ մարդ հետո պետք է շարունակի աշխատի։ Հիմի ստե օրինակ Արգենտինայում համարյա բոլոր տեղերը տենց է։ Եթե դու թղթադրամով ես տալի մի գինա, եթե քարտերով ես տալի մի ուրիշ գինա։ Հա, մի ինչ ստեղ էլ է այդ անօրինական, բայց մարդիկ այդպես գործ են անում, հիմա ինչ ընկնեն սա խանութները փակեն, բա ով պետք է աշխատի։ Էդում են, բռնում են, տուգանում են, պատժում են, Լենդրուս ջան, բայց թողում են, որ շարունակի աշխատել։ Արգենտինայում կարելի է զարմանալ, որտեղ հաստատ Արգենտինան Հայաստան չի, բայց Հայաստանում զարմանում է այն մարդը, որ այդ բանի մեջ է եղել։ Ինքը 25 տարի դրա մեջ է եղել ու զարմանում է ինչ-որ բանից։ Էդ է իմացը։ Արտուր ջան, այդ որ կտրիչը չի լսում իր հոգևորականներին, այդ որ այս սրանք ամեն օր հելնում ժողովրդին լոլո են կարծում, սա լոլո է, էլի, sense կուբը։ Սա այս ամբողջը գալիս է Ռուսաստանից։ Այդ կտրիչի վարկն էլ է գալի Ռուսաստանից։ Էդի սաղ, որ մեր ժողովրդին չթողնեն, որ մեր ժողովուրդը զարգանա, մեր ժողովուրդը ավելի անկախ լինի, մեր ժողովուրդը ավելի լավ երկիր ունենա, որտեղ Ռուսաստանին դա հետաքրքիր չի։ Եվ քանի որ մի քիչ շեղվեմ, էլի, մի քիչ էլի մտնեմ այդ խոսակցության մեջ, քանի որ շատերին եմ տեսել, չնայած ես արդեն համարում եմ ոչ կոնկրետ մարդկանց, կամ ինչ-որ պրոբլեմ ունեցող մարդկանց, որ գիտեք ինչ կա պաշտպանում են եզրած կոչվածին Ռուսաստանում, հա, դրանք շատ քչերն են եւ մակարդակից արդեն երևում է, որ ոչ նորմալ մակարդակի վրա են գտնվում, համարելով որ եզրասը չիրեմ, էսա սարքե, այնա սարքե, ուրեմն դու մանավանդ դու որ Արտուր ջան շատ երկրներում ես եղել, չէ, հայկական եկեղեցիներ ես ուսումնասիրել եւ շատ որ ասում է համայնքների ես տեսել հայկական, հա, որտեղ կա 100 հայ, այնտեղ կա հայկական դպրոց, գոնե մի հատ հայկական դպրոց կա։ Ռուսաստանը դա միակ երկիրն է, որտեղ որ կա 3 միլիոն հայ եւ չկա հայկական դպրոց։ Ոչինչ չունի հայկական դպրոց։ Բա մի հատ հարց առաջանում, բա եզրասը դա չի մի հատ հայկական դպրոց, ասենց իրական, ասենց գրված, ոչ թե ինչ որ մեկը որ հայկական դասա տալի, ոչ հայկական դպրոց, ասենց լիցենզիայով հայկական դպրոց Ռուսաստանում չկա։ Ես փոքր արձագանքեմ այդ քանի որ Ռուսաստանում եմ ապրել, Մոսկվայում մասնավորապես, ու ծանոթ եմ եզրասի գործունեությանը, Լենդրուս ջան, ես ինչի ընդհանրապես քաղաքականությունից չեմ խոսում, որտեղ ոչ թե դա բարդ բան է, այլ եթե մի բան ասում ես, անմիջապես քեզ հակադարձում են։ Այդ օրինակ ասեմ, եզրասը դա Արա Աբրամյանի հայ Ստայուզ Արմեն Ռասի հայ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի մտերիմն է։ Իրանց ամբողջ գործունեությունը եղել է այն, կարճ կոնկրետ ասում եմ, 20 տարի ես ապրել եմ Ռուսաստանում, իրանց ամբողջ գործունեությունն եղել է այն, որ Ղարաբաղի ժամանակ իրանք հիմնադրամներ են սարքել, գրփել են ժողովրդին, հետո Ղարաբաղը տվեցին, հիմա էլ Ուկրաինայի ժողովրդին, հիմա էլ հիմնադրամներ են սարքում Ուկրաինայի ժողովրդին են գրփում, հայ ժողովրդին, ոչ թե Ուկրաինայի ժողովրդին են գրփում, այլ փողեր են հավաքում մարդկանցից, ու այդ Սայուզ Արմեն Ռասի Արա Աբրամյանը ինչ ունի է դրա շնորհիվ ինքը։ Այսինքն իրանց գործունեությունն է դա Ղարաբաղը փակվեց, հիմա էլ Ուկրաինա մարդիկ են օրհնում ուղարկում, այսինքն մեր եպիսկոպոսը, որ պետք է խաղաղություն քարոզի, հոգևորականը պետք է խաղաղություն քարոզի։ Ինքը քարոզում է պատերազմ, մարդկանց օրհնում է, հայ, ռուս, ով ուզում է սերի, օրհնում է, ասում է գնացեք Ուկրաինա շարժում։ Մեր մոտ երբ որ պատերազմեր չէր օրհնում ուղարկել մեր մոտ։ Չէ, մեր մոտ ինքը չէր օրհնում։ Քանի որ դու ասեցիր, որ դու Ռուսաստանը ապրել ես, դու քանի հատ հայկական դպրոց գիտես Ռուսաստանում։ Չէ, չի եղել Ռուսաստանում հայկական դպրոց։ Կիրակնորյա դպրոց եղել է։ Այսինքն որ Կիրակի օրը գան երեխեքը։ Չէ, ես նկատի ունեմ հայկական օֆիցիալ հայկական դպրոց, որ մարդ այդում է, ավարտում է ու դիպլոմ ստանում է։ Որը որ ուժ ունի տվյալ երկրում, այստեղ դու ավարտում ես հայկական դպրոցը, դու այդ դիպլոմը ուժ ունի ես երկրում, հավասարաչափ ինչ արգենտինական դպրոցը։
Եվ ես ինչու եմ սա ասում, ես անցյալ հաղորդման մեջ էլ ասեցի, եւ սրանից հետո ամեն հաղորդման մեջ ես նշելու եմ, որ այդ ռուսի լավ հոգեվորական ես դու այդ բառը չեմ ուզում ասեմ, գիտես ինչ լվացողները Ինչ ուզում ես ասել։ լավ ռուսիկ լվացողները լավ լսեն եւ լավ ընկալեն։ Вообще-то Սփյուռքում հայկական դպրոցները եկեղեցու հետ են լինում։ Օրինակ ստե Արգենտինայում եկեղեցին է կողքը դպրոցը, եկեղեցին է կողքը դպրոցը, ասենց չեմ ասում բոլորն է, բայց այդ ձև է ստեղծված։ Իսկ եզրած կոչվածը այնքան չկա, որ մի հատ հայկական դպրոց ստեղծի, այսինքն իրան չել հետաքրքրել այդ ամեն ինչը, կամ այդ անուն ինչ էր, այդ Արա Աբրահամյանը ինչա։ Բայց այդքան միլիոններ ունեք, արա այդքան Ռուսաստանին գովում եք, բայց չեք կարող մի հատ բարեխոսեք մի հատ հայկական 3 միլիոն հայ է ապրում։ Ձեր տունը շինվի, չեք կարող մի հատ հայկական դպրոց։ Թուրքիան, որ Թուրքիա է, մեր թշնամին է, սենց աշկ չունենք իրար հետ, հա։ Ատում ենք իրար։ Թուրքիայում հայկական դպրոցներ կան։ Քանի որ խոսք գնաց Թուրքիայից Լենդրուր ջան, ես մոտ 4 ամիս մենակ Ստամբուլ քաղաքում ուսումնասիրություն եմ իրականացրել շատ լուրջ ու կարճ ասեմ այդ եւ որպեսզի ուղղակի մենք Մոսկվայի ու Ստամբուլի տարբերությունը հասկանանք։ Ստամբուլում 35 հայկական եկեղեցի կա ու ոչ ոք չի քանդվել։ Մեծ պատրիարքարան 3 հատ հայկական դպրոց կա, ավելին ասեմ, Սաբիխա Գյոքչեն օդանավակայան կա, ինքը Ստամբուլի մեծ օդանավակայանից երկրորդ օդանավակայանը կոչվում է Սաբիխա Գյոքչեն։ Սաբիխա Գյոքչենը Աթաթուրքի, Քեմալ Աթաթուրքի հայ կնոջից աղջիկն է, որ ռազմական օդաչու է եղել ու մահացել է պատերազմի ժամանակ։ Ու այդ Աթաթուրքի հայ կնգանից աղջիկ է։ Ու այդ աղջիկը երեխեք է ունեցել։ Ու մինչև մի այդ այրոպորտում, ինչ կա այրոպորտում, սաղ իրանցն է, ոչ մի բան իրանց ձեռից չեն վերցրել։ Այդ այրոպորտը այդ աղջկա հետևորդների տնօրինության տակ է։ Ի նկատի ունեմ այդ մեջի բիզնեսները, այդ կողքի խանութները, բանը։ Ես այդ օրինակը չեմ բերում։ Մեկա թուրքական մի մարդիկ լսենք իմանան ինչ որ թուրքերին արդարացնել։ Թուրքերը արդարացություն չունեն։ Դու Մոսկվայում ես ուղղակի օրինակը բեր։ Իսկ Մոսկվայում հայերն ինչ ունեն։ Այդ եմ ուզում ասեմ։ Իսկ Մոսկվայում ոնց է։ Մոսկվայում ես մի քանի անգամ մեկը մի սխալ բան անում, Լենդրուս ջան։ Սաղ փողերը ձեռից վեկալում են, նստում են բեր։ Լևոն Հայրապետյանը 700 հոգու հարսանիք արեց։ 700 արցախ։ Դրա համար էլ սպանեց Լևոն Հայրապետյանը։ Սպանեց Ռուսաստանը, Արտուր ջան։ Ես ինչ եմ ուզում ասեմ սրանով, սա շատ կարևոր թեմա է, որտեղ որ հանգարց մարդիկ չմտածեն, դե հիմա դպրոցա չկա, բան։ Եթե դու չես թույլ տալի, որ սերունդը, մանավանդ եկող սերունդը սովորի իր մայրենի լեզուն, հա, եւ տիրապետի հայերեն, այսինքն դու զորով, ուժով ռուսացնում ես, հա, ուզում ես ռուսացնես իրան, այսինքն դա էլ է ցեղասպանություն։ Երբ որ դուք սա ընկալեք, դուք ընկալեք, թե Ռուսաստանը ոչ թե ռուս ժողովուրդը ամեն անգամ պիտի ասենք, էլի, հա, ընկալելու հետ պրոբլեմ կա, ոչ թե ռուս ժողովուրդ, այլ ռուս պետականությունը հայ ազգի թշնամին է։ Ոչ թե պետականությունը, այլ հայ ազգի, որտեղ ինքը ամեն ինչ անում է, որ անգամ այնտեղ գտնվող հայերը ռուսանան, հա։ Արտուր ջան, Լենդրուս ջան, ոչ մարդիկ հիմար են, ոչ էլ 68 թիվն է, արդեն ինտերնետի դար է, մարդիկ ամեն ինչ հասկանում են, տենում են։ Հիմա ամեն ինչ մի րոպեվա, 5 րոպեվա մեջ բացահայտվում է։ Դրա համար էլ մարդկանց խաբել չի լինում։ Չի լինում եւ այդ ինտերնետ ռուսա ոչ թե ռուսամետրին, այդ հենց այդ հատուկ, որ ցենց ուզում են ժողովրդի ուղղել լվան դենց ռուսական նարատիվներով, այդ դրանց որ ասում եմ մասկ են պատրելու ժամանակն է եւ պետք է Ես ինքս 44 օրյա պատերազմից հետո 2021 թվին եկել եմ Հայաստան վերջնականապես առանց Ռուսաստան գնալու։ Հենց պատերազմից հետո։ Լավ Արտուր ջան, արի մի հատ հետ գանք մեր տուն, հա, մի հատ հասկանանք վարքը, հա, մեր այդ եպիսկոպոսների վարքը, ոնց որ արդեն խոսացինք Բենթլիի մասին, բայց այնտեղ ուրիշ թեմաներ էլ կան, հա, այդ միասեռամոլներ, չգիտեմ, այդ ոնց է կոչվում, տիրադավներ եւ այլն, վատ ինչ որ
Թե մի կողմից, թե մյուս կողմից, որ հանգարց չասեն, հա, դե Բենտլին արդեն գիտենք, այս կողմից, հա, իշխանականների կողմից, դե այնտեղ էլ կան այդ ձև կոչված միասեռամոլներ, տիրադավներ եւ այլն։ Մի քիչ արի դրա մասին խոսանք, էլի։ Լենդրուս ջան, խոսակցությունը գնում է երկու հոգևորականի մասին, այդ 10 հոգու մեջ։ Ու ինֆորմացիան գնում է այլ օտար երկրյա ինչ-որ մարդիկ են այդ մասին բարձրաձայնում։ Այդ երկու մարդկանց հետ ես սովորել եմ, ես ձեզ վստահեցնում եմ, նայեք, մենք հիմա քննադատելու ենք էլի եպիսկոպոսներին։ Այդ քննադատությունը էս ալնելու է։ Այտենց արտահայտություններ, որոնք մարդիկ անում են, իմ կարծիքով, պետքա ունենան փաստեր, հիմքեր, ապացույցներ։ Եթե այդ ապացույցը չկա, օրինակ ես էլ եմ իմ եթերում, ձեր հետ եթերում մի քանի տեղ ասել, որ Նատալի եպիսկոպոսը միասեռական է։ Ես կարամ ապացուցեմ այդ, ու ոչ միայն ես։ Բայց այն մարդիկ, ովքեր որ ուրիշ եպիսկոպոսների վրով են ասում, իրանք չեն կարող ապացուցեն, որտեղ իրանք այդ մարդիկ չեն, իրանք հատուկ պատվեր են կատարում այս եպիսկոպոսներին թիրախավորեն, որ այս եպիսկոպոսները իրանց համար շատ մարդկանց համար բան է, էլի, ոնց այս եպիսկոպոսները դուրս եկան կտրիչի դեմ։ Բայց այս եպիսկոպոսներին ես մի հատ խորհուրդ կտամ, իրանք ոնց որ մի քիչ շատ են ձգձգում, կամ պետք է ինչ-որ գործողություններ արդեն ձեռնարկվի, կամ արդեն մենք սկսում ենք չհավատալ իրանց։ Եթե իրանք պետք է ասենք այս ձևի շարունակեն, ուրեմն արդեն մարդիկ էլ ոնց որ սկսում են չհասկանալ ինչա կատարվում։ Բայց դա ավելի շատ իշխանության գործը չի, Արթուր ջան, իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի։ Առանց ինչ-որ նամակ տալու, բանի մարդ հավաքելու, ԱԱԾ ունես, զուգարանը բռնում տանում ես, ոչ մեկի վրա սկի խաբար պետք չլինի։ Դե իսկ իշխանությունը չի անում, ինչ անենք։ Իշխանությունը շոու անում, ուրեմն պետք է իշխանությունը։ Եպիսկոպոսները պետք է գնան 10-նել, մտնեն վեհարան, իմ կարծիքով, ձեռից բռնեն, դուրս շպրտեն։ Դա կլինի արդեն բռնություն, հասկանում ես Արթուր ջան։ Ինչ պետքա օրենքով լինի ամեն ինչ։ Օրենքով։ Ես ինչ եմ առաջարկում, հա, իմ եթերների ժամանակ առաջարկել եմ։ ԱԱԾ-ն, ոստիկանների խումբը կամ չգիտեմ ոնց ուզում եք անվանեք, հենց նույն հոգևորականների հետ կարա մտնի եւ օրենքով, հա, ձերբակալի գնա։ Դա կլինի այն, երբ որ հոգևորականները ներկա կլինեն, տեսեք այդ եպիսկոպոսները եկան եւ դուրս հրավիրեցին, հա, այս կոչված հայրապետին եւ ազատագրեցին եկեղեցին։ Բայց նորմալ երկրում, ես նորից եմ ասում, կա թիվ 1 շահ։ Թիվ 1 շահը դա պետական շահն է, մնացածը սա երկրորդական է։ Ինչքան էլ գեշ է լսվում, սիրուն չի լսվում, բայց չի կարա պետության շահից, պետական շահից ավելի բարձր բան լինի, անգամ եկեղեցին չի կարա պետական շահից ավելի բարձր լինի, որտեվ դրա համար դու ունես պետականություն, որը որ համար առաջինն է։ Հասկանում եք։ Իսկ հոգևոր դաշտը դա անձնական բան է, անձնական է։ Մարդ կարա լինի թե քրիստոնյա, թե ուրիշ բան, ճիշտ է, մեր երկրում, հա, գեր մեծամասնությունը հայերի հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, բոլորս համարյա, չեմ ասում բոլորս, որտեվ համարյա, եւ մենք շատ ենք սիրում մեր Սուրբ եկեղեցին, բայց ավելի շատ ենք սիրում մեր պետականությունը, որտեվ առանց պետականության, գիտես ինչ կա, մենք տուն չունենք։ Իսկ Աստված ոնց է ասում, հա, ճիշտ Հիսուսը ոնց ասում, ասում է, անպայման չի ցուցադրական է տաս աղոթես կամ հենց եկեղեցի է տաս աղոթես, դու կարաս քո սենյակն էլ փակվես եւ աղոթես, ես քեզ կլսեմ։ Լենդրուս ջան, այս պարագայում մեր կարծիքները չեն համընկնում իրար հետ, ու կարան չհամընկնեն։ Ես մի հատ ճշտումով ասեմ։ Մենք հայտարարակ կլինենք ամբողջ աշխարհի դեմ, եթե ԱԱՑ-ն գնա մտնի իրան հան։ Ինչ թվում է, այդ տարբերակի ինչ որ մի տարբերակը հենց ԱԱՑ-ի աշխատողներն էլ, որոնք որ նույնիսկ ունեն բոլոր իրավունքները իրան շպրտելու ընդեղից չեն անում, որովհետև մենք հայտարարակ ենք ամբողջ աշխարհի դեմ։ Իմ կարծիքն է։ Իսկ եպիսկոպոսները որ գնան այդ բանն անեն, գոնե էդի կդիտարկվի որպես ոնց որ разборка между собой ռուսերենի ասած։ Ես
առաջի տարբերակը ես անձամբ իմ կարծիքն եմ ասում չի ուզենա։ Իրոք խայտարակվենք CNN-ը and Fox TV բան Ամերիկա ինչքան բա առաջինը այդ ցույց կտա։ Արտուր ջան, իսկ քո համար ո՞րն է ավելի կարևոր, հա։ CNN-ը թե մարդու կյանքը։ Իմ համար կարևորը որ ուղղակի մեր ժողովուրդը ես գիտեմ 26 տարի կաթողիկոս կոչված ինչեր է արել։ Հիմա օրինակ ժողովուրդ ջան ուշադիր եղեք։ Չէ, բայց կոնկրետ քեզ համար կա։ Քեզ համար կարևոր է թե CNN-ը ինչ կխոսա, թե չի խոսա, թե չգիտեմ որ ալիքներ ինչ կխոսան, թե մարդկանց կյանքը։ Անձամբ իմ համար ես ուզում եմ որ կտրիչը ձերբակալվի, իսկ թե ինչ կխոսա իսկ ազգի համար ուղղակի մի քիչ ծանր կլինի, էլի։ Ասենք հենց Հայաստան։ Ազգի համար ծանր կլինի, որ հանգարց բախում լինի, հային սպանի։ Այդի ծանր։ Լենդրու ջան, բան չասի, ես որ ճանաչում եմ կտրիչին, թողան ձերբակալեմ, բայց այն մարդը որ իրան չի ճանաչում, իրան գիտի որպես կաթողիկոս, ասում մեր երկրի վեհապարն է։ Այդ մարդը իստումը ու շատ մեր հայրենակիցներ իրանց վատ կզգան, էլի, որ այդ բանը տենան։ Ես էլ ինձի վատ իմիջիալոց Դες չի որ մենակ ինքը վատ կզգա։ Էդի գիտես էդի որ բանա, երբ որ մարդուն օպերացիա են անում, ցավալու է, չէ։ Ինքը գիտի որ հետ օպերացիոն շրջան կա, ցավալու է, չէ, բայց գիտի էդի իրա լավի համար է։ Ամի ես էլ ինձի վատ կզգամ, բայց ես գիտեմ էդի իմ եկեղեցու լավի համար է։ Այս կյանքում ոչ մի բան հեծնես չի տրվում։ Պետք է գործողություններ կատարվի։ Այն որ ասում են Աստված կանի, հյուր ունեի այստեղ, հյուրեր եկի ասում Աստված կանի։ Այ մարդ Աստված քո տեղը խի պիտի անի։ Բայց դու քեզի խիա կյանք տվե, քեզի խիա խելք տվե, քեզի խիա մտածելու ունակություն տվե, ընտրության, ազատ ընտրության իր ունակություն տվե, ճանապարհ ընտրելու ունակություն տվե, հարցեր լուծելու ունակություն տվե, որ դու կանգնես ամեն ինչը ասես Աստված կանի։ Աստված քեզ արդեն ստեղծել է, որ դու անես։ Իմիջիալոս Լենդրուս ջան, այդ գաղտնիք բացեմ մի հատ մեր ժողովրդի լսարանի համար, ուրեմն մինչև եպիսկոպոսների դուրս գալը, մենք ընդեղ էինք ես, 3-4 քահանա ու եպիսկոպոսները 10, արդեն դե եթե մեր ժողովուրդը չի իմանում, հիշացնեմ, որ կաթողիկոս կոչվածը կյանքում ժամերգության չի գնաց, 26 տարվա մեջ ինքը ժամերգության չի գնաց։ Երբ որ ինքը լսեց այս ժողովի մասին, ինքը որոշեց մայր աթոռում ժամերգություն անի։ Ինչ որ մի հատ չժամերգության ժամի ու իշնի ժամերգության, ինքը իր կյանքի մեջ ժամերգության չի, ինքը պատարակի կարող է 5 հատ պատարակի մասնակցել 26 տարվա մեջ։ Դա ոնց է ժամերգության։ Ինչը ոնց է կոչվում։ Որ մարդ մի 26 տարի չի արել ոչ մի արարողություն, ու հենց այդ օրը ու այդ ժամին գալիս է արարողություն անելու։ Դա կոչվում է, որ ինքը ուզում էր եկել խաթարել։ Դե մենք էլ գիտեինք, որ ուզում էր խաթարել, մինչև դուրս գալը, դե մենք ավելի շուտ էինք ուզում դուրս գալ։ Ժամը 5-ին նախատեսված։ Բայց շատ մարդիկ արդեն հիմա շրջանառվում է բախի 5:40 գնացին, որովհետև 5-ին ժամերգությունն էր սկսում ու 5:40 պետքա վերջանար։ Մենք ոչ չէինք գնա այդ ժամերգությունը խանգարեինք։ Մենք հանգիստ սպասեցինք, իսկ մեր քահանաներից մեկը, այնտեղ որ հավաքված էինք սենյակում, ասեց սրբազաններ ջան, ամբողջին ասեց մի հատ առաջարկություն ունեմ։ Եկեք գնանք հենց հələ չսկսած ժամերգությունը պետք է լինի միկրոֆոնն էլ իր ձեռից վերցնել։ Ոչ ոք չհամաձայնվեց եպիսկոպոսներից, ասեց չէ, դե դա բռնություն կլինի։ Այն ինչ որ դու ես ասում Լենդրուս ջան, այս ամեն ինչի մեջ այդ մարդիկ էլի չարություն չդրսևորեցին։ Այդ ոնց եղավ, որ Bentley-ին կամ եսիմ S1-ի N1-ի վատ պահվածքը հիշվեց այսօր, ու այդ մասին խոսում են ընդդիմադիրները։ Այսինքն հենց այս մարդիկ դուրս եկան, որ կաթողիկոսին հեռացնեն, այն ժամանակ իրանց մասին հոգևորականի մասին խոսալը չէր կարելի, դա եկեղեցու գործն էր։ Մի ժամվա մեջ հոգևորականի մասին խոսալը դարավ ամբողջ ընդդիմության գործը, Լենդրուս ջան, ամբողջ։ Այս ուղակի ծիծաղելի է, դրա համար եմ ասում, մարդիկ հիմար չեն, մարդիկ ամեն ինչ հասկանում են,
Մարդիկ շատ լավ գիտեն ով որտեղում է, ով ինչ է արել։ Այս եպիսկոպոսները ես մի հատ եմ ասում, անմեղ գառեր չեն, բայց այս մարդիկ իրանց արածներով սաղ իրար հետ իրանց կյանքում ինչ անեն Լենդրուս ջան, կտրիչի արածի կեսի սրանք չեն արել, էլի։ Սրանք այդ բաները, որ կտրիչն արել, ես ուղղակի ասեմ ու եզրափակեմ։ Այն օր նայում եմ խաչքար է վաճառ։ Լոնդոնի աջորդում խաչքար է վաճառում Լենդրուս ջան։ Իմիջիայլոց շատ սիրուն խաչքարա հնությունն էլ զգացվում է, տարբեր դեպի նկարներով կա։ Որտեղից է խաչքարը։ Այդ խաչքարը Լոնդոնի աջորդում ոնց է հայ։ Ոնց հասկանանք էլի։ Մի քանի ուրիշ տեղեր էլ ասեցի։ Իմ կարծիքով, իմ ոչ թե Իսկ չի կարա այդ խաչքարը Թուրքիայից հայտնվի այնտեղ, հա, այսօրվա Թուրքիայից։ Լավ, այդ մեկը Թուրքիայից է հայտնվել, իսկ մյուս 15-20 հատ Նույնպես չէ որ մեր հայրենիքի գերմեծամասնությունը մնացել է այնտեղ եւ այն լավ խաչքարերն էլ հետը։ Աստվածտա թող եսիմ թողը տենց լինի, բայց ինձ թվում է ես այն ժամանակ որ ասում էի մի հատ պետքա այդ հանգարաններում որ մի հատ պետքա ռևիզիա արվի։ Հա, ռևիզիա պետք է արվի, Լենդրուս ջան, ռևիզիա անպայման պետք է արվի։ Գույքագրում, այսպես ասած։ Ինչի համար եմ ասում գույքագրում։ Նայեք, Լենդրուս ջան, պետք է ամեն ինչ մեր ժողովուրդը իմանա։ Հիմա այս վերջի տվյալով 3 հոգավարականների Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, կարծեմ Աբրահամ Սրտազանին, Մկրտչյան, մեկ էլ մի հոգու Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից հեռացրել է կտրիչը։ Այն չա որ իրա դեմ են, չէ՞ խոսած է, արդեն գիտենք, մոտ է դա։ Բայց Լենդրուս ջան, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ ընտրում են ազգային եկեղեցական ժողովի արդյունքներում։ Այսինքն, եթե դու անում ես ազգային եկեղեցական ժողով, այդ ազգային եկեղեցական ժողովի ժամանակ ընտրում են Գերագույն խորհրդի հոգևոր խորհրդի անդամներ։ Նույն ազգային եկեղեցական ժողովն էլ իրավասություն ունի այդ անդամներին հեռացնելու։ Ոնց է ինքնագլուխ հեռացնում, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց է։ Իսկ ազգային եկեղեցական ժողով Մայրաթոր Սուրբ Էջմիածինը գիտեք քանի անգամ է գումարել։ 26 տարի է կաթողիկոս է։ Իմ իմանալով չի գումարել, չէ՞։ Թե գումարել է։ Չի գումարել ոչ մի հատ։ Ճիշտ է ուրեմն։ 7 տարին մեկ պետք է լինի։ Լավ թող 10 տարին մեկ լինի։ Այսինքն 2.5 հատ պետք է լինի։ Ոչ մի անգամ 0 ազգային եկեղեցի։ Սա հենց այդ պատասխանն է, այս մարդիկ հայամետ չեն, այս մարդիկ սրտացավ չեն մեր եկեղեցի։ Այս մարդիկ ուղղորդվում են ուրիշ երկրից, հա։ Բայց մի հատ միջև հաջորդ հարցին ասնելը ես ուզում էի մի հատ հարցն է, հա, դու ասեցիր որ Նատալի Սրբազանը միա սերամոլա թե համասերամոլա եւ դու կարող ես ապացուցես, ոնց ես ապացուցելու։ Նայեք Լենդրուս ջան, ես մի քանի անգամ ասել եմ, ես անձամբ դիտել եմ գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր ընկերներից մեկը կար, որ Լոնդոնում հատուկ ծառայություններում է աշխատել։ Ու իր մոտ ինքը տվյալներ ունի եւ ինքը նկարներ ունի Նատալին տղամարդու ձեռը բռնած գեյ ակումբների դիմաց տղամարդու ձեռը բռնած։ Ես գիտես խիսա հարցրեցի։ Սա իմ հարցերը դու գիտես միամիտ չեն, որտեվ դու ասեցիր, որ ամոթ կլինի, որ մեր ԱԱԾ-ն ձերբակալի ուտանի, բայց ավելի ամոթ չի, որ ուրիշ երկրի հատուկ ծառայությունները այդպիսի նկարներ ունեն, հլը ինչեր ունեն, որ մենք չգիտենք։ Էդի ավելի ամոթ չի, որ չեն ասում, այս ազգը ախպեր, այս խի պատրաստել պատասխանելու։ Լենդրուս ջան, նայեք, շատ կարևոր պահ կա։ Խոսքը վերաբերվում է եպիսկոպոսի։ Այսինքն Նատալի, եթե մենք ասում ենք, Նավասարդ, Բենթլի, այս ամեն ինչը վերաբերվում է եպիսկոպոսին։ Ձերբակալությունը վերաբերվում է եպիսկոպոսապետին, կաթողիկոսին։ Եկեք այս տարբերությունն էլ դնենք։ Ուղղակի եպիսկոպոսի ու կաթողիկոսի մեջ շատ մեծ տարբերություն կա։ Այո, ինքը եպիսկոպոսներից մեկն է, բայց ինքը մեր եպիսկոպոսապետն է, ինքը մեր ազգի գլուխն է։
բա ամբողջ հարցը էս է Լենդրուս ջան։ Եթե այս ամեն ինչը մի հատ վարդապետ սովորական արած է։ Ես Մի հատ հասկացա, քահանա եպիսկոպոսից կամ հետո քանի պաշտոնա որ հասնում է հոգևոր հայրի։ քահանա ուրեմն եթե մարդը ամուսնացյալ է, ասեմ, ինքը ամուսնանում է, դառնում է քահանա, մաքսիմում կաթողիկոսի շնորհակով Եպիսկոպոս կա, որ կարա ամուսնացյալ լինի, բոլորը պետք է չէ, կուսակրոն լինեն։ եպիսկոպոսը իրավունք չունի ամուսնացյալ լինի։ Չէ, ես դասակարգումն եմ Չէ, ասում, որ հենց դու արի իմանաս։ եպիսկոպոսից սկսենք։ Գնանք կուսակրոնությունից։ Սարկավագից հետո մարդը կարա չամուսնանա, դառնա աբեղա, հետո վարդապետ, հետո ստանում է ծայրագույն վարդապետի կոչում, եպիսկոպոս, արքեպիսկոպոսն ու եպիսկոպոսը դրանք նույն աստիճանն է։ Ուղղակի 10 տարվա եպիսկոպոսը արքեպիսկոպոս է, 10 կամ 12 տարվա եպիսկոպոսը արքեպիսկոպոս է։ Այդ կաթողիկոսի Նատալին քանի տարվա է։ արկություն է։ Նատալին տենց մի 10-15 20 Արդեն տարվա կարելի է։ ասել արքեպիսկոպոս։ Լենդրուս ջան, Արքեպիսկոպոսից ինքը հետո ի՞նչ է գալի։ արքեպիսկոպոսից հետո կաթողիկոս։ Այսինքն այս մարդը, որ ուրիշ երկրի հատուկ ծառայությունները նկարը ունեն, հա, որ ասում ես մեծ է տարբերություն, այդքան էլ մեծ չի տարբերությունը։ Արթուր ջան, այս մարդը պոտենցիալ տեխնացու է այն դեպքում, եթե կաթողիկոսը մահանա։ Հա, բայց Լենդրուս ջան, այդտեղ նենց պահա որ ներքին մարդիկ, ասենք ներքին ժողովուրդ կա այդտեղ։ Հիմա ասենք այնտեղ ֆիլտրացիա կա, այդ եթե դու մտածում ես որ կարող անեցնի որ այդ մարդը դառնա կաթողիկոս, ոչ, դա բաց է։ Դե հիմի Նույնիսկ առանց եթե ֆիլտրացիայի ըստ պաշտոնի ամենամոտիկ պաշտոններից մեկն է, ասենք դրանից էյան էլ չկա։ Լավ, սենց բացատրեմ Լենդրուս ջան։ Եկեք մեր 3 կաթողիկոսներին մի հատ անդրադառնանք։ Վազգեն կաթողիկոսը 55 թվին է դառը կաթողիկոս կոմունիստների ժամանակ։ Ասենք այդ ամեն մարդ, այսպես ասած, չի կարա դառնա կաթողիկոս, տեմ բոլե ասենք Նատալին այդ մենակ ես չեմ ասում, այդ ամբողջ եկեղեցին է խոսում, ինքն էլ գիտի ինքը ով է։ Ինք իրանից հարցադրություն դեկան, ասում են ձեր մասին վատ բաներ են ասում, ասում ոչինչ։ Ասենք չի ասում, ով ասում, հենց մի հատ կանչեք տենամ ով ասում, կամ կաթողիկոսներ չի ասենք, բացի Իրանից ու աղբորից, սա խոսում են։ Մենակ ինքը չի ելնում ասում, ես երեխա չունեմ, աղբերը չի ասում, ես գործակալ չեմ, սուտ եք ասում։ Այսինքն նրանք համաձայնվել են դրա հետ։ Հիմա Լենդրուս ջան, Գարեգին առաջի կաթողիկոսը Վազգեն առաջինից հետո։ Գարեգին կաթողիկոս կա։ Այս Գարեգին բն չէ։ Կիլիկիայի կաթողիկոսը դարավ 95 թվին կաթողիկոս, 96 թվին։ 3 տարի մնաց կաթողիկոս։ Իրան Լևոն Տեր-Պետրոսյանի հրահանգով բերեցին, որ այնտեղ կաթողիկոս չընտրեն։ Անտիլիասից բերեցին կաթողիկոս Լևոն Տեր-Պետրոսյանի մատը խառն էր, որ երկու կաթողիկոսական աթոռները միացնեն, Անտիլիասի կաթողիկոսին սարքեցին ամենայն հայոց, որ Անտիլիասում էլ կաթողիկոս չընտրեն։ Իրանք այնտեղ կաթողիկոս ընտրեցին նորից, խաբեցին դերներ։ Այս Գարեգին բի մասին, այսպես կոչված Կտրիշ Ներսիսյան, էլի խոսակցություններ կա, չէ՞ որ մինչև այդ ընտրությունների ժամանակ գործողություններ են եղել, բռնաճնշումներ են եղել, ասել են պետք է Իրան ընտրեք։ Ով ասե ինչ ոնց չխորանան։ Մի հատ Պոլսի թեմի առաջնորդ կար, Մեսրոպ Մութաֆյանն է, պատրիարք կար Պոլսի, ինքը պարզ ասեց, որ ինչ ասել են, եթե Իրան չընտրես, վիզը կկտրեն։ Մեծ մարդ է։ Հետո դեպի անշուշտ այն ժամանակահատվածում դուրս չէր գա եթեր, էլի։ Ոչ ոք առաջի ալիքով ցույց չէր տա, որ Մեսրոպ Մութաֆյանն ասել է, ինձ ասել են, եթե չընտրեք, պարզ է, չէ։ Այսինքն, այտենց հեշտ չի, էլի Լենդրուս ջան, որ Նատալին եկավ դառավ կաթողիկոս կամ թեկուզ այս եպիսկոպոսների մեջ կան եպիսկոպոսներ, որ իրանք էլ լավ գիտեն, որ իրանք կաթողիկոս չեն դառնա, հաստատ։ Արթուր ջան, խոսքը հեշտ լինել չլինելու մասին չի, խոսքը ինա, որ սրանից բարձր պաշտոն, գցենք, էլ չկա։ Միայն կաթողիկոսն է։ Լենդրուս ջան, ես ի նկատի ունեմ, որ եթե դու ասում ես, տես ես մեկը Անգլիայում սենց արել են, մեկը Ֆրանսիայում նենց արել, խոսքը գնացել է եպիսկոպոսների մասին, կամ վարդապետների, կամ աբեղաների, տենց շատեր կան, Արթուր ջան, մեկը խայտարակվում է մեր եկեղեցին եւ դա գործիք է մեր պետականության դեմ,
Okay, բայց մենք ունենք մի հոգի եկեղեցու գլուխը, որը որ արելա այնպես բաներ, Որը որ որ ասում դրանք նշանակում է սաղ այս եպիսկոպոսներին։ այո, ինքը նշանակում է այդ եպիսկոպոսներին, բայց իր արածները չեն համեմատվում այս եպիսկոպոսների Դա արածների։ պարզ է։ Լավ, արի։ Ասենք, եթե ես ուզում եմ բացատրեմ, որ եթե 20 եպիսկոպոս, 20 անարդարություն աներ, կաթողիկոսը 5, օրինակի համար, կաթողիկոսը կսրախվեր, ես 5 հատ վատ բան եմ արել, դու 20 հատ եք արել, բայց ստեղ հակառակն է, ինքը 100 հատ արել, նրանցը 20 էլ չի հասնում, ինքը մենակ 100 հատ արել, նրանց 20-ը 20 էլ չի հասնում։ Եթե սրանք են այս ձևենի вообще լավ, մա sense համացանցում խոսակցություն կա, որ այս շարժումը, հա, այս շարժումը կազմակերպել են թուրքերը եւ օգտագործում են Փաշինյանին, որ այսպես ասած իրանցով անեն հայոց առաքելական եկեղեցին։ Մեկնաբանի, հələ մի հատ իրանք այսինչ լուրեր են գալի։ Ռուսական հոտ չես առնում։ Լենդրուս ջան, ես այս հոգևոր պահով խոսում չեմ ուզում մտնեմ այդ քաղաքական բաների մեջ, որտեղ Բագրատը մտավ քաղաքական բաների մեջ, դες ինչ է կա գլխի։ Ասենք, եթե դու մի բանի մեջ մտնում ես, դու դրանից հասկանաս։ Հիմա դու որպես վերլուծաբան եղբայր ես, կամ մի ուրիշը սոցիոլոգ, մի ուրիշը կարա վերլուծաբան, սոցիոլոգ, բայց որ ասենք քաղաքական գործիչ, օրինակ շատ է սա քաղաքական գործիչ Բագրատ Գարստանյանը, ուր է հիմա։ Կամ ասենք այտենց էլի մի քանի հոգի, ասենք եղել են, որ երեք քաղաքական Լենդրուս ջան, այսինքն ես նորից եմ ասում, ես ուզում եմ մի հատ լավ լոգիկայի մեջ մտնել։ Այսինքն Թուրքիայից ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանը Facebook-ով, Ալլաշուքյուր Փաշազադեն խոսում է, ասենք դժվար էր։ Չէ, էսի արդեն հենց Թուրքիայի կողմից, ոչ թե Ադրբեջանի կողմից, հենց Թուրքիայի կողմից։ Հա, այսինքն Էրդողանի թելադրմամբ, հա, ոնց են ասում։ Այսինքն, հա, ստեղ մի հատ տենց բանա, որ Կտրիչ Ներսիսյանը այնց վտանգ է ներկայացնում թուրքերի համար։ Հա, այս վտանգ է ինքը ներկայացնում, այդ Գորժ Գայլերի ով կա, սաղի հետ նկարված է, ինքն էլ ախպերն է։ Հա։ Բայց ինքը վտանգ է ներկայացնում Էրդողանի համար, հիմա էլ խոսակցություն կա, որ Թուրքիայի պատրիարքին են ուզում բերեն։ Այսինքն, դե Լենդրուս ջան, ես էլի եմ ասում, եթե տես բաները լինի, մենք այդ մասին չենք իմանա։ Մենք սովորական մարդիկ, մենք հիմա հղում ենք անում Facebook-ում ու Telegram-ում տարածվող բաներին, հաղորդագրություններին ու լուրջ, ես դրա համար եմ ասում, ուղղակի իմ ուղեղը տրակում է, լուրջ, քաղաքագետները դուրս են գալի ու խոսում են, բա գիտես ախպեր, Ալլաշուքյուրը ասել, քաղաքագետ կա, ես չեմ տեսել, որ տես քաղաքագետ կա։ Քաղաքագետ քաղաքագետ, քաղաքական գործիչներ կան։ Ես մի քանի, օրինակ ես չեմ մեկնաբանում, բայց տարբեր ձևի ոդկասթներ եմ նայում։ Օրինակ այն օրը չեմ ուզում անունը տամ, ասում շատ հետաքրքիր բան ասում, էլի այդ մարդը, ասում օրինակ մենք ունեցել ենք, ասենք կաթողիկոսներ, ասենք Ոսկան Երևանցի, ես իմ այսինչ ասել, օրինակ ասում ինչ վատ կլինի, որ ասենք Գարեգին Քոչարյանասե, ստացվում է էլի ասենք, Գարեգին Քոչարյանասեր, մտնի պատմության մեջ այտենց, այդ էլի եմ ասում Լենդրուս ջան, հիմա այտենց դու ասում են Թուրքիայի կողմից, չէ, այսինքն դու միտեղից լսել ես, չէ, ինչ-որ բաց աղբյուրներում դա կա։ Դե գիտեք ինչ կա, ինչ-որ մի հատ անիմաստ ինչ-որ մեկը գրում է, ես ցես պատմեմ, որ ընկալելի լինի։ Մի հատ անիմաստ ինչ-որ մի աղբյուր գրում է, հետո մի քանի ռուսի մեջքը մասաժանողներ վերցնում են ու սկսում են տարածել դա որպես լուրջ ինչ-որ մի թեմա, ու սկսում են դա տարածել ժողովրդի մեջ, հա։ Անգամ վիդեոներ կա, անգամ տենց բլոգերներ եմ անգամ տեսել առանց մարդկանց խոսքի ազատությունը սահմանափակելու, բայց ոնց որ ասում են արդեն խաղում են իրանք մեր պետականության հեղինակության հետ,
խաղում են մեր Լենդրուս ջան, ժողովրդի անվտանգության ներողություն։ հետ եւ արդեն այս որ ասма չափերը կամաց ոնց որ անցնում են։ Դե չափերը իրանք շուտ են անցել, ուղղակի օրինակ բերեմ։ Էսի ին մոտ էլի եմ ասում, ստուպր եմ որ ասում, ուղղակի ուղեղը մարդու կարա պայթի։ Այսինքն Գարեգին կաթողիկոսը խոսում, հա, Կտրիչ Ներսիսյանը։ 10 օր հետո զուգադիպությունները նայ։ 10 օր հետո Ալեքսանդր Նևսկու մեդալ է ստանում, գալիս է դեսպանատուն, ռուսական մեդալը վերցնում է։ Խոսում է Եզրաս Ներսիսյանից, ամոթանք են տալի, թուքումուր են տալի, շանորն են գցում, 2 օր հետո մեդալ է ստանում Ռուսաստանից Ալեքսանդր Նևսկու։ Ու այս վերջի զուգադիպությունը Արա Աբրամյանը 3 թե 2 օր առաջ մեդալ է ստացել։ Մեդալ է ստացել Անդրուս ջան, տարեվերջին մեդալ է Իրանք ստանալու են Արթուր ջան, իրանք հայլ ստանալու են։ Չէ, ուզում եմ ասեմ, զուգադիպությունը սենց է, այսինքն այս պահին մեդալները այս մարդիկ այս պահին են ստանում։ Լավ, Դա հիմա շատ ցավալի։ մի абսուրդ էլ ջրեցինք, հա։ Այո։ Մի абսուրդ էլ նենց հարեցինք, որ մեր ժողովուրդը ընկալի, որ դրանք ոչ լուրջ են, այ դրանք տենց հատուկ ծրագրված, տենց ժողովրդական լեզվով ասած կտեր են, որոնք որ հատուկ ուզում են լցնել մեր ժողովրդի գիտակցության մեջ փչացնելով ժողովրդի տրամադրությունները ինչ որ ուզում։ Վեշնի Մեշոկ Պապի այս պատմությունը, այդ ռուսները շատ են սիրում Մեշոկ Պապի պատմությունը կբանան, էլի մենք չենք թուրքնա, հա մեր մարդը չի թուրքի մարդն, այսինքն վեշտի այդ Մեշոկ երեխուն ոնց են պստիկ վախցնում, հա դուրս չգաս Մեշոկ Պապին կգողանա քեզի, բան։ Այդ նույն Մեշոկ Պապի պատմությունը մեր գլխին բերեցին։ Հիմա քանի որ Աղացուն թուղթ հրապարակեց Եզրաս կոչված այդ մարդու կարո մականվամբ KGB-ի, հա, գործակալ լինելու փաստով, հա, չնայած այդ թուղթը մի քիչ տառասխալներ էլ անգամ կար մեջը, բայց կապ չունի։ Մենք մի տեսանորություն էր մեր համար, հա, որ այս մարդը ագենտ է։ Լենդրու ջան, ով զարմացավ։ Զարմանք ես տեսել։ Ոչ ոք չզարմացավ։ Ինչի համար, որտեղ բոլորն էլ գիտեին։ Դե ոչ մի զարմանք չառաջացավ։ Բացարձակ։ Լենդրու ջան, մարդիկ բաց տեքստով խաղում են։ Բաց տեքստով։ Երկու աղբեր բաց տեքստով խաղում են։ Բայց այդտեղ մատ ուրիշ հարց կա։ Այդտեղ հարցը այնքան չի, ինչքան իրանք Ռուսաստանի գործակալ են կամ գործակալ չեն։ Այդտեղ հարցը ուրիշ բան է։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հասկանա, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է դուրս եկել իրանց դեմ, այլ իրանք են դուրս եկել իրանց։ Իրանք իրանց դեմ մարդը, եթե իրանք մեր պետականության դեմ բացի են, որ մեր պետականության դեմ Լենդրուշ, այդ եպիսկոպոսները, դրանք միաբանություն է, 30-40 եպիսկոպոս կա։ Դու կարաս մի երկու եպիսկոպոսի անարգես, բայց եթե դու 15-20 եպիսկոպոսի ասում ես ձեր աստծած իմ համար ոչ մի բան է, այդ մարդիկ արժանապատվություն ունեն։ Դա Գևորգ Սրբազան կա Անգլիայում սովորած, Արարատյան թեմի առաջնորդ, Կոտայքի թեմի առաջնորդ, ինչ այդ մարդիկ ինչ էլ արածել են, մեղքեր սաղել ունեն, բայց այդ մարդիկ կյանք տեսած, ժամանակահատված, ինչ-որ անցած, սովորած, կրթություն ստացած մարդիկ են։ Եթե դու իրանց շանտեղ չես դնում կոպիտ ասած, այդ մարդիկ էլ դուրս են գալի քո դեմ, նորմալ երևույթ է։ Ընկերությունը ոնց է, դա ընկերության մեջ էդ է Լենդրուս ջան, դե ես ուզում եմ հասկանան, էլի մարդիկ, ես որտեվ հա շահարվում է էդի։ Նիկոլը եպիսկոպոսներին հանեց կաթողիկոսի դեմ։ Շատ եպիսկոպոսներ են ուզում կալեն կաթողիկոսի դեմ, ուղղակի այս մարդիկ ամենախիզախներն ու անվախներն էին։ Չնայած իրանց մեջ մարդիկ կան, որ պետք է պատասխանատվություն կրեն։ Ես ամեն անգամ պետք է կրկնեմ, որտեվ անգաստապահորություն չլինի, որ անպայման պետք է պատասխանատվություն։ Ուրիշների մասին չեմ կարող խոսամ, ես իմ մասին եմ ասում։ Իրանց մեջ մարդիկ Լենդրուս ջան, ես էլ եմ ասում, որ իրանք պետք է պատասխանատվություն կրեն։ Հիմա ամեն մեկը իր արածի համար պետք է պատասխան տա։ Եպիսկոպոսը լինի, կաթողիկոս կամ վարդապետ, կամ սարկալա։ Այո։ Հիմա մի հատ ցես թեմա կա,
որ գիտեք ինչ կա կաթողիկոսը փախնի գնա Ռուսաստան, հա, Ռուսաստանից կաթողիկոսություն անի, չգիտեմ ինչեր անի։ Սա դուք հասկանում եք, որ ոնց որ ասում եմ մեր եկեղեցու ոնց է կոչվում նոր Նախիջևան, հա, թևը ռուսական թևը։ Ճիշտ է։ Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի երկու թեմ կա, արևմտյան թեմ, արևել է, Կովկասի թեմը կա, Սոչի, Պիտիգորսկ, Կիսլավոդսկ այդ մասը, Կրասնոդար։ Մի խոսքով այդ թեմերը ոնց որ ասում են ուզում են գողանան արդեն մեր։ Մոսկվա, Ռոստով։ Մեր պետության պատմության մեջ sense դեպքեր շատ են եղել։ Եղել է Սասի կաթողիկոսություն, հիմա կա Անտիլիասի կաթողիկոսություն, երկու հատ կաթողիկոսություն կա։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, ես ոչ թե ինչ-որ Ալլաշ, էսի հանգարց չգցեք Ալլաշի Փաշազադեի վրա, ինի вообще կապ չունի դրա։ Ոնց էլ հիշում ես այդ անունը ամեն անգամ։ Հա, որովհետև ամբողջ օրը այդ են ասում Լենդուր ջան ընդդիմադիրները։ Ասում են, հա, իրանց ասածով, որ իրանց լսում ես, որ всё, մեր կառավարությունը, մեր պետությունը, մենակ Նիկոլ Փաշինյանը չէ, կառավարությունը, պետությունը լրիվ իրանց հրահանգով, ախպեր, ոնց որ sense էլի մեն առավոտը գրում են ռեժիմը։ Ճաշից հետո էս կանեք, հետո նախաճաշ, հետո ընթրիկ, այ տենց է։ Ես դրա համար եմ ասում։ Եղել է այդպես բաներ, Լենդուր ջան։ Անկախ կաթողիկոսություններ շատ են եղել։ Հիմա էլ օրինակ դաշնակցությանը լրիվ դաշնակցության տակ է այդ Անտիլիասի կաթողիկոսը։ Լրիվ ինքը միայնակ Անտիլիասինը որում եք ներ։ Այդ Լիբանանում է։ Հա։ Ես եղել եմ։ Արամինը։ Արամ կաթողիկոս, ես եղել եմ այդտեղ որ գալու մտնում ես։ Եկել էր Հայաստան մի բան էր ասում, հետո գնաց ընդից սկսա ուրիշ բան ասել։ Հա, դե էտա, իրան ինչ ասում են, ինքը էտ ասում, որ մտնում ես իրական դաշնակցական խաղեր տվեց, էլի։ Կաթողիկոսության տարածք որ մտնում ես, ասում ես, այդտեղ չնկարես, այդտեղ չմտնես, կամերատ պայի, հեռախոսդ պայի, այս գերեզմանին մոտիկնաս, այն դուռը չբացես, փոշմանում ես էլ որ ներս ես եկել։ Ուզում ես թողես էթա սախվել։ Լավ, մենակ եկեղեցի են թողում մտնես։ Բայց ընդ թանգարան կա մի հատ սիրուն։ Ուզում էի մտնեի, լավ բաներ կար, նկարեի, բայց չէ, նկարել չի կարել։ Ընդ ոչի բան չի կարել։ Մտի մի հատ մոնվարի դուրս արի։ Բայց զգում ես ինչ խնդրի մեջ ենք, էլի, ասենք։ Դե ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչ պետք է անեն։ Ասենք պետք է կաթողիկոս։ Այնտեղ էլ պետք է մի հատ թազայձև կաթողիկոս բան անեն, ընդ իրանք իրար մեջ կաթողիկոս բան անեն, նշանակեն, հանեն, բան, չգիտեմ, փախնենք Հայաստանից։ Ինչ չի թվում մտածեք։ Փախեք, գնացեք Հայաստանից։ Ինչքան դուք Հայաստանից հեռու լինեք, ինքան լավ։ Չէ, մենք կունենանք նոր ամենայն հայոց կաթողիկոս, որը որ բոլոր օրենքներով ու կանոններով կօծվի։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը համ խոհեմություն ունի, համ պարտավորություն ունի, որ ունենանք կաթողիկոս, նոր կաթողիկոս, այդ որ դու ասում ես, այս ինչը պատասխան պիտի տա Լենդուրը, սա պիտի պատասխան պիտի տան, ով որ արժանի չի որ լինի կաթողիկոս չի լինի։ Ամեն ինչ լավ կլինի, ես հույսով եմ։ Արտուր ջան, միջև եզրափակելը, հա, ինչ զարգացումներ են մեզ սպասվում։ Այդ ամենաբարդ հարցն է։ Ես կոչ եմ անում եպիսկոպոս եղբայրներին, էլի եմ ասում, ես չեմ կարող տենց կոչ անեմ պետությանը գնալ բռնել։ Հույսով եմ, որ խոհեմ կգտնվի կաթողիկոսը, որովհետև իր աղբերը նստած է։ Քրոջ տղեն նստած է։ Աղբոր տղեն նստած է։ Աղբերը աղբոր տղու հետ նստած է։ Քուրը հիմա ինչ ասես ասում է։ Իրա պատճառով քրոջ տղեն նստած է։ Եպիսկոպոս է։ Կոտայքի թեմի առաջնորդն է, Արագածոտնի առաջնորդ։ Այս մյուս աղբոր վրա էլ այս խոսակցությունը կա, աղբեր ջան, գնա էլի։ Հարը փեշիցը թափի գնա։ Համ այտենց ավելի հանգիստ անցնցում ձևով կաթողիկոս կտրենք, եթե չի անի, այդ վաղտ արդեն Լենդրուս ջան, ես չեմ կարա, էլի կռահեմ ինչ կարա լինի։ Ես մենակ կարամ ուզեմ, որ ամեն ինչ լավ կլինի, մեր եպիսկոպոսներին էլ առաջարկում եմ մնացած եպիսկոպոսներին էլ միանան այս եպիսկոպոսներին, այլ ընտրանք չկա։ Եթե ավարտել ենք ես մի հատ բան ասեմ, ես էլ մի հատ իմ վերջնական խոսքն ասեմ, էլի, ինչեւ ավարտել է, ուրեմն
ձերբակալության մասին, հա, ես որ միշտ ասում եմ պետքա ձերբակալվեն, մի քիչ հիմնավորեմ ու ավարտենք, հա, ուրեմն ԱԱԾ-ի աշխատակիցներ։ Եթե դուք այդ թուղթը ունեիք եւ դուք ասում եք դա իրականություն է, այսինքն դա ձեր թուղթն է, ձեր խոսքերն են, ձեր բառերն են, ես չի որ ես եմ հենց այդ թուղթը ներկայացրել։ Այսինքն դուք այդ թուղթը շուտվանից ունեիք ու այս ամեն ինչի մասին շուտվանից գիտեիք։ Իմ մոտ հարց է առաջանում։ Ճիշտ ասած, ամիսը ճիշտ չեմ հիշում, երբ բայց երևի մի երկու ամիս առաջ էր, դες չի որ շատ հին պատմություն է։ Երբ որ Եզրասը եկել էր Երևան եւ միտինգի էր մասնակցում Սամվել Կարապետյանի համար, այսինքն քաղաքական գործի մեջ էր մտել։ Դա քաղաքական գործ էր անում, աղոթքեր անում, միտինգի ժամանակ տենց, չգիտեմ, խունկ բանանելով տես քայլում էին, ինչ էին անում։ Այդ ժամանակ դուք ունեիք բոլոր բարոյական իրավունքները ձերբակալել մի մարդու, որին որ դուք անվանում եք ԿԿԲ-ի գործակալ ու ոչ միայն եղել է, այ հələ միջև հիմնել ինչ որ օտար երկրի ինչ որ հատուկ ծառայությունների հետ կապի մեջ են։ Ինչու չարիք։ Մատ այս հարցին կարաք պատասխանեք։ Եթե դուք չեք անում եւ ունենալով այդ թուղթը եւ այս փաստերը, որը ես հիմա հնչեցրեցի, ուրեմն դուք ինչ որ թատրոն եք խաղում, ինչ որ շոու եք անում, անհասկանալի է նորմալ մարդու համար, թե այդ բային ինչու Եզրասը չձերբակալվեց, ունենա այն դեպքում, որ դուք ունեիք բոլոր հիմքերը Եզրասին ձերբակալելու, չեք արել։ Հիմա ես ասում եմ, եթե պետք է այս կաթողիկոսը նոր տարվանը հելնի շնորհավորի, մի հատ էլ Սուրբ Ծնունդին հելնի շնորհավորի, եւ դուք քայլեր չեք անելու, այսքանով երևի կվերջացնենք այս թեման եւ կսկսենք երևի ավելի խորն ու ավելի մանրամասն ձեզնով զբաղվել, որ մի հատ հասկանանք, թե դուք այս ինչ լոլո եք կարդում մեր ժողովրդի գլխին։ Կարող է նույն թմից եք իրար հետ լավ էլ ֆուտբոլ եք խաղում, հա, մեր ժողովրդին խապերով։ Այն որ նրանք պետքա ձերբակալվեն, հարց չկա։ Մեր համար էլի եմ կրկնում, անհասկանալի է, թե ինչու չեն ձերբակալվում, այսքան փաստ ունենալու դեպ։ Այսինքն դուրս է գալի, որ եթե դուք չեք անում, դուք էլ եք ուրեմն ԿԿԲ-ի գործակալներ օտար երկրի հենել, գտնվելով մեր ԱԱԾ-ում։ Էսա դուրս գալի։ Ես էս էի ուզում ասեի, Արթուր ջան, չգիտեմ, եթե դու քո կողմից էլի բան ունես ասելու, եթե ոչ։ Ես կարամ մենակ ասեմ հույս ունենանք, մենք հույս ունենանք։ Օրինակ ես կարամ սենց էդի ասեմ, ես հույս ունեմ, որ ինչ որ ընդհանցակարգային բաներ կան, որ մենակ իրանք գիտեն, ու վաղ թե ուշ ամեն ինչ կհանգուցալուծվի։ Այսինքն եկել է, կարող է չեն ձերբակալել, իմ մի բան գիտեն երևի։ Կարող է այն որ ասում մեկը գիտեն, 11-ը չգիտեն։ Չէ, չեմ արդարացնում, եղբայրս, բայց հիմա ասենք շոտակի քաղաքական պահ կա, էլի Լենդրուշ, 17 միլիոն քառակուսի կիլոմետրանոց Ռուսաստան կա, 17 միլիոն։ Երկրագնդի կեսը Ռուսաստանն է։ Եթե այդ ձև մտածեք, մենք պետք է երբեք պետականություն չունենանք, բայց ձերբակալում ենք այն բանով, որ շո մենք ձերբակալել ենք ձեր գործակալին, ինձ թվում է, ես դրա համար եմ ասում, որ հույս ունենք, որ ինչ որ գործառույթներ կա, ընդհանցակարգ կա, որ իրանք դուրս կգան։ Կարևորը որ ես ինչն եմ համաձայն քո հետ, որ կարևորը ասեցի, որ հանկարծ դուրս չգա մեզ նոր տարի շնորհավորի, Սուրբ Ծնունդ շնորհավորի։ Ես չեմ անում այդում համար ընդունելի կալվի, մեր համար ընդունելի չի լինի։ Շողակաթ հեռուստաընկերությունը իրա փակվել է։ Շատ ճիշտ են արել։ Չի կարա դուրս գա։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, Անդրուս ջան։ Ինձ թվում է, ես չեմ իմանում ում կողմից, թող պետության կողմից քայլեր ձեռնարկվի։ Թող եպիսկոպոսների կողմից քայլեր ձեռնարկվեն։ Մենակ այնպես ձեռնարկվեն, որ հայտարարակ չլինենք, էլի մենք։ Ասեմ, ես չէի ուզենա, որ CNN-ով կամ եսին ինչ մի հատ ոչ մեկ ուզենա Արտուր, ավատա ոչ մեկ ուզենա։ Բայց թող դրան չհասցնեն։ Դե ինքը պետք է այդ հասկանա։ Ինքը պետք է ասի կներեք, ես հոգնեցի, ես գնում եմ։ Մանավանդ որ ամբողջ հարազատությունը գտնվում է ճաղերի հետևում։ Իրա եպիսկոպոսներն էլ, իրա բոլորն էլ գտնում են։ Ես Լենդրուս ջան նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ եթերի համար։ Մեր ժողովրդի նոր տարին գալիք Սուրբ Ծնունդը շնորհավորենք, ցանկանանք, որ մեր ազգը
դուրս կգա այս ճգնաժամից, այս անհասկանալի բաներից։ Ցանկանանք, որ նոր տարում ամեն ինչ կլինի ավելի պարզ ու ավելի հասկանալի, որ մարդիկ չնստեն ժամերով չմտածեն, այս եկավ, այս նուր գնաց ու այն ինչ եղավ։ Շնորհակալություն Արտուր ջան, որ ընդունեցիր իմ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն մեր հետևորդներին, հաջողություն։ Ես էլ եմ շնորհավորում բոլորին եկող տարվա համար, Սուրբ Ծնունդի համար։ Իդեպ նույնպես շնորհավորում եմ արդեն անցած Սուրբ Ծնունդը թե կաթոլիկների, թե բողոքականների, եւ ժողովուրդ ջան, կփորձեմ վաղն էլ կազմակերպել մեկ եթեր արդեն Գագիկ Թադևոսյանի հետ, այնտեղ էլ բացահայտումներ ենք անելու, այնտեղ էլ մի քանի մասկեք ենք ճղելու, դիմակներ ենք ճղելու, որոնք որ փորձում են հայ ազգին մոլորեցնել, եւ կխնդրեմ, որ ուշադիր լինեք հաջորդ հաղորդմանը նույնպես, իսկ այս հաղորդման համար այսօր այսքանը, խնդրում եմ դրեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Մեր հյուրն էր Արտուր Սարգսակը։ Ստեսություն, հաջողություն։ Ամենայն բարիք, ստեսություն ձեզ, ամենայն բարիք։